այն որ ասում է ախ եմ անում տանը լինել, դրա համար չի ստացվում ստեղծագործելու պահը։ Տիկին Արմիկ, տարիքը չասացիք։ Ախ չարաբախտ, այդ հարցը 60+։ Հրաշալի է։ Ինչ մենք հանդիպել ենք, ձեր հեռախոսը չի դադարում զանգելուց, ձեզ զանգահարում են, դուք պետքական մարդ եք, ձեր օր ինչպես է անցնում։ Շատ տարբեր, շատ զբաղվածություն, այստեղ ես չեմ դժգոհում, ինչ անում եմ, շատ հաճույքով եմ անում, հասցնում եմ, այսպես հոգին երևի, Աստված հասցնում է ամեն ինչ, ուղղակի այստեղ տղաս է շատ տուժում։ Ըմբոստանում է։ Մեկ դեղին քարտ, արդեն հասել է կարմիր քարտ ցույց տալ, միայն ինքն է տուժում։ Ուշադրության առումով, ընկերության առումով։ Դե բնական է տանը քիչ եմ լինում, չէ՞ որ դրսում եմ շատ լինում։ Տիկին Արմիկ, ես երկար մտածել եմ աշխատող սոցիալական կյանքում ակտիվ կանանց մոտ, այսինքն բալանսը շատ դժվար է ապահովել արտաքին տեսքի, կենցաղային գործերի, հասարակական կյանքում ակտիվության, պարտադիր եւ երեխաների հետ մասով, ինչ որ մի բանը պետք է այս քառանկյան մեջ դուժի, ձեր դեպքում բացի որ ընտանիքում ձեզ պակասն են զգում, այլ որտեղ է որ դուք տեսնում եք որ ավելին է պետք անել։ Ես ապրում եմ այնպես ինչպես ստացվում է։ Ինչ որ մի բան եթե չի լինում, պատկերացրեք այն արտահայտությունը կա, ասում է, այս Աստված սենց էր ուզում։ Եվ դա այնքան ճիշտ արտահայտություն է, եթե դու արդեն հոգով քո հոգին էլ այսպես ընթացքի մեջ է, չէ, եթե դա չի լինում, եղել է ժամանակ շատ եմ տրտմել հատկապես հոգևոր հավատացյալ կոչված միջավայրից, շատ հուզվել եմ եւ այլն, հետո մտածում եմ Աստված ջան, բա ինչու իմ սուրբ հոգին տրտմեցրի, ինչի չար ուրախացավ։ Եվ վերջապես որպես քրիստոնյա Քրիստոսին թողեցին, լքեցին, գնաց մենակ, ես ով եմ որ։ Դες մխիթարվում ուրախ Հիսուսի ներկայությամբ գնում եմ։ Էդ է երևի իմ ապրելաձևը չէ։ Իսկ երաժշտությունը եւ բարը ձեր կյանքում։ Եթե նկարչական չգնայի, հաստատ երաժշտությունը իմ էությունն է։ Երևի Աստված չի թողի, որ ես չվերանամ, չթրջեմ, մի փոքր աշխարհի մեջ մնամ։ Շատ իմ համար երաժշտությունը նկարչում եւ երաժշտությունը մի քիչ ավելի էլ է զորությամբ, ավելի շատ տեղ է գրավում։ Հատկապես ինչ տեսակ երաժշտություն եք սիրում։ Երգել, լսել։ Ամենատարբեր, ռոք, բլյուզ։ Միայն մի փոքր կաղում եմ, ես ռաբիս չեմ լսել մեր ընտանիքում, ծնողներ հայրս։ Մենք չենք լսել, ես այդպես սովոր չեմ, բայց լինում է հարսանիք ուրախությանը, երաժշտություն է, անկախ քեզանից ասած, եղբորս թորներ ասում Արմիկ Հորկուրը հենց երաժշտություն տեսնում է, ձեռքերը բարձրացնում է, այսինքն տրամադրության հետ կապված է միգուցե այդպես, բայց բարձր որակի երաժշտություն եմ, պիտի բարձր որակի լինի, միջին ցածր երաժշտություն այդպես հետաքրքիր։ Դասական լսում եք, ռոքից ինչ եք սիրում։ Դասական, անգամ շատ ժամանակ դե սիմֆոնիկ երաժշտության հրավերք ենք ունենում հաճախ, իսկ նախկինում անպայման պապկան մոտս պիտի լիներ, պիտի նկարեի։ Երբ որ երաժշտություն եմ լսում հոգևոր, հատկապես անպայման պիտի ինչ-որ մի բան ստեղծվի անկախ ինձանից, այդ աշճանին վրա ազդում էի սիմֆոնիան եւ ընդհանրապես բալետ, օպերա, ով չի սիրի։ Իսկ ռոքից։ Ռոքել եմ սիրում, ավելի շատ բլյուզ այդ կարգի։ Հրաշալի։ Ինչ կարևորություն են սոցիալական կապերը ձեր կյանքում, ես գիտեմ, որ դուք շատ ընկերներ ունեք, հագեցած կյանքով եք ապրում։ Կարևոր է, իհարկե կարևոր է։ Հետո ես երբեմն այդ հարցի հիմա որ տալիս եք մտածել եմ երբեմն հետ, ինչու ես ավելի շատ ինձանով չեմ զբաղվում, մեր ընտանիքով անձնական մտածում եմ իմ կյանքի նպատակը երևի նա է, որ մարդկանց ուրախացնեմ։ Հասարակ բան է, ինձ հրավիրում են, խնդրում եմ, ասում կարելի է ընկերուին դառնում է խումբը այդպես մեծ, պատահել է այդպիսի բան, ինձ հրավիրել են իմ խումբը դարձավ 50, 100, այդպես քանմա
հրավիրել ժողովուրդը ուրախանում է։ Գիտեք ինչ հետաքրքիր մեր մոտ չկա կենցաղային այդ կուլտուրայի օջախ գնալը։ Մարդը հարուստ է, փող ունի, լավ տեղել ապրում է, մտքովը չի անցնում, որ գումար տա գնա թատրոն, որ հրավիրում եմ գալիս են այնքան են ուրախ, սենց պայծառ, հա կարող եք դուք էլ գումար մի փոքր դրեք, չէ որ Հոգին սնելու մասին եք ասում։ հոգին սնելը սնվեց հոգին, բայց ինքը չէ որ կենցաղավարություն չի դա։ Մեր դպրոցներից անգամ ես վերջի շրջան ճապոնական այդ երեխաների դասիրակություն եմ նայում, իրենք չեն գիտելիքը սկզբում չի, իրենք պիտի դասիրակվեն ճիշտ շրջապատում եւ վարվելաձև։ Մեր մոտ շատ կաղում է։ Այդ պահով, երբ որ գնում ես մաքուր լինի կողքը շրջապատը, մեր երկիրը, դրախտ ինչ ենք դարձրել, որ դուրս ես գալիս, ափսոսում ես, դե արում ես, Աստված վերևից տեսնում է, այդ ծովից ծով տվել էր, ինչի չմնաց, որտեղ մենք չսիրեցինք մեր երկիրը, դուրս ես գալիս ճանապարհ Հայաստանից դուրս, դատարկություն, փոշի, կեղճը, ինչ-որ կեղտ, ինչի է դա այդպես, ինչու չենք սիրում, վերջի շրջանում առիթ է եղել փառք Աստծո էլի լինում է հանգստյան, առաջով էր գնում մեր շրջաներում հանգստանում, չէ, իսկ հիմա այնքան ուրախանում եմ, որ գնում են գոնե էլ այնտեղ մաքրում են, արդեն օջախները դարձել այցելության, գոնե կողքները մաքրում են, դա պիտի ծրագիր լինի, ազգային ծրագիրը բացակայում է, թե վարվելաձևի, թե մեր շրջապատի, լսել եմ, որ այս փոքր երկիրը երևի 6-րդ կեղտոտ երկիրն է, այս ինչ ենք անում, միատ արթնացեք, ժողովուրդ, ղեկավարներ, արթնացեք, բավական է կորցնենք, եկեք մերը պահենք, չգտնենք, չուզեն, բայց մերը պահենք, այդ իմ համար մեծ ցավ է։ Գոնե մաքուր պահենք։ Գոնե եղածը պահենք։ Դրսից այդքան հյուր են գալի կենթանիների հետ, որ ինչ։ Հələ նայեք ինչքան կեղտ նախ մեր անգամ կենտրոնը ինչ են հավաքարարները։ Այսքան, վայ այս բանից այս կողմ մերը չի։ Այս մի միլիմետր այս կողմը մերը չի, ես պիտի չմաքրեմ։ Սիրելիս, դա քոնն է, եթե դրա համար դու գումար չես ստանում, մաքրի քո երեսն է դա։ Այդ ցավում եմ, թող մի քիչ սեր լինի մեկս մեկիս նկատմամբ եւ մեր հայրենիքի, մեր քաղաքի, մեր փողոցի։ Միայն դա կցանկանայի։ Մեկ էլ մայրերին, որ ճիշտ լավ աղջիկներ դասիրակեն, որ միայն վայելքը չլինի։ Դրանից հետո մտածեն պիտի ընտանիք ամուր պահեն, երեխային ճիշտ երեխաներ ունենան,